ձեր գործընկերներին ասել, որ կա մի դատարան, որը ասել է, որ հնարավոր է ինքը անձեռնմխելիության վրից անցնի, վաղեմության ժամկետների վրայից անցնի, օրենքի վրայից անցնի ու դատական միշտ շարունակվի։ Եկի Սահակյան գնացեք հանցանքի մասին հաղորդում ներկայացրեք, օրենքի վրայից անցնի։ Պատվարժան դատարան։ Ուրեմն հաջորդի նմանատիպ, եթե արտահայտություններ հնչեցնեք, դատարանը կդիտարկի որպես անհարգալից վերաբերմունք եւ ձեր նկատմամբ դատավորական սանկցիա կկիրառի։ Օրենքի վրայից անցնի։ Օրենքի վրայից դուք եք բազմիցս անցնում, նախագահ դատավորը բացառապես գործում է օրենքով։ Ուրեմն ձեր խոսք հնչեցնելիս զգույշ եղեք եւ ուշադիր եղեք, չվիրավորեք թե դատարանին որպես ինստիտուտ եւ թե նախագահ դատավորին։ Երբ նմանատիպ խոսքեր հնչեցնեք, դատարանը կընդհատի ձեզ շարունակի։ Հա։ Ուրեմն ես ասեմ, որ ես իմ խոսքը ձևավորում եմ օրենքով ղեկավարելով, եւ եթե դատարանը չի հարգում անձեռնմխելիությունը 9-րդին, չի հարգում քրեական դատավարության օրենքը։ Ինչ է նշանակում մի րոպե, բարձրաբանում ներկայացրեք դատարանը, ինչ է նշանակում դատարանը չի հարգում։ Այլապես դատարանը ձեր նկատմամբ սանկցիա կկիրառի Տիկին Սահակյան, բարձրաբանում է դատարանը ձեզանից պահանջում, դատարանի բարձրաբանում տվեք, ինչ է նշանակում դատարանը անձեռնմխելիությունից օգտվող անձի անձեռնմխելիությունը չի հարգում եւ չի հարգում օրենքը։ Խնդրեմ բարձրաբանում։ Բարձրաբանում տվեք դատարանը։ Նախ առաջ ես չեմ զարմանալ ձեր ընդհանրապես որ ասում եք սանկցիա կկիրառեք, բարձրաբանում տվեք դատարանը, հիմա դուք բարձրաբանում եք։ Դուք կարող լսել եք։ Բարձրաբանում տվեք դատարանը։ Այո, դուք կլարեք ես Բարձրաբանում եք տալիս։ Դուք արդեն լրեցիք։ Բարձրաբանում եք խոսեք։ Բարի։ Մենք բավականին երկար խոսել ենք։ Տիկին Սահակյան, բարձրաբանում տվեք դատարանին։ Ինչ է նշանակում։ Տիկին Սահակյան, բարձրաբանում տվեք դատարանին։ Ինչ է նշանակում դուք անձեռնմխելիությունից օգտվող անձի անձեռնմխելիությունը չեք հարգում եւ օրենքը չեք հարգում։ Դատարանին բարձրաբանում տվեք, ինչ է դա նշանակում, խնդրեմ։ Ավարտեցիք։ Բարձրաբանում տվեք դատարանին։ Դուք անդադ խոսում եք։ Լսում ենք ձեզ։ Մենք բավականին երկար խոսում ենք անձեռնմխելիության մասին։ Եթե դուք հիմա ասում եք, որ բարձրաբանում տվեք դատարանին, իմ մոտ տպավորությունն է, որ դատարանը դալիճում չի եղել։ Որովհետև մենք դրա մասին խոսում էինք եւ մենք անձեռնմխելիության հարց էինք բարձրացնում։ Մինչեւ հիմա մենք չենք լսել պատասխանը դարձել։ Ինչու ենք մենք այստեղ, ընդհանրապես, պարոն Գևորգյանը այս մեղադրանքով այստեղ ինչ անում ընդհանրապես։ Ինչու պետք է շարունակվի, ինչու պետք է մենք ինչ-որ հատորներ նորից ուսումնասիրենք, ինչու պետք է մենք այստեղ լինենք ու ինչու պետք է մենք ընդհանրապես ինչ-որ դատական նիստեր համաձայնեցնենք, այն էլ ձեր գոլեգաներին անընդհատ ասելով, որ չէ, այսօրն էլ մի նշանակեք, մյուսօր մեկն էլ դուք եք իմիջայլոց, հա, ձեր վարույթով էլ գործ ունենք մենք մասնակցելու։ Ինչ պետք է անենք, երբ որ կգանք այն նիստերին, որտեղ էլի դուք ասելու եք, որ ժամկետներ ունեք, չէ։ Ասել ենք, չէ, գիտեք ինչ կա, այն դատարանի դալիճում դուք ասել եք, որ հունվարից նշանակելու եք ամեն օր, շաբաթական մի անգամ, շաբաթական երկու անգամ, հասկանալի ժամկետներում, այդպես լինել ուղղակի չի կարող։ Կարծում եմ անձեռնմխելիության մասին պարզաբանեցի, թե ինչի մասին է խոսքը։ Եվ եթե դատարանը պարզաբանում կտա, թե վերջապես երբ պետք է այդ անձեռնմխելիության հարցը քննարկի, երբ պետք է ընդհանրապես վաղեմության ժամկետների հարց քննարկեր, արդյոք չպիտի քննարկել նոր իր որոշումները կայացնել, հետո նոր կհասկանանք, թե ողջամիտ ժամկետը խախտումը ով է թույլ տալիս ընդհանրապես։ Եվ երբ որ մենք խոսում ենք ողջամիտ ժամկետներում գործի քննության մասին, մենք պետք է խոսենք ողջամիտ գործի, ողջամիտ ժամկետներում գործի քննության մասին։ Երբ որ գործը ինքը ողջամիտ չի, երբ որ գործում ամեն ինչ խեղաթյուրված է, երբ որ գործում քրեական դատավարության օրենսգրքի մի նորմ չկա, որը պահպանված լինի, այստեղ ինչից ենք մենք խոսում, մենք էլ չենք հասկանում։ Եվ միանում եմ իհարկե այն մտքին, որ ավելի լավ է մենք ամսական մեկ անգամ աշխատենք, բայց երկար ժամանակ աշխատենք, քան կգանք 15 րոպե կամ մի ժամ աշխատենք ու շաբաթական 2-3 օր աշխատենք։ Այդպես ուղղակի հնարավոր չի, որովհետև եթե այդպիսի գրաֆիկ սահմանվի, բնականաբար մենք ծանրաբեռնված ենք լինելու եւ չենք կարողանալու ամբողջ օրը աշխատել։ Այս է խնդիրը, որ բարձրաձայնվում է։ Դատարանը Տիկին Սահակյան ձեր կողմից տրված բարձրաբանումները դատարանի համանախագահների չի, դատարան ձեր նկատմամբ սանկցիա է կիրառում, նկատողություն է հայտարարում, սա թվով 4-րդ նկատողությունն է, սակայն վարույթից դեռևս չի հեռացնում ձեզ, արձանագրվեց